Յանա Գրիգորյանի «Վերջին զանգ» հեռուստասերիալում Հենրին երբեմնի վստահ, ինքնավստահ ու խարիզմատիկ երիտասարդը այսօր փշրված է, ամբողջովին ջախջախված։ Ներքին փոթորիկների մեջ խեղդվող հոգին փրկության մի ծղրիդ է փնտրում ու պատահական հանդիպումը Անգելինայի հետ Աննայի աշխատասենյակում դառնում է այդ փրկության ուրվագիծը։ Հենրին խնդրում է առանձնանալ, ընդամենը մի քանի ժամով, որ չխելագարվի, իսկ Անգելինան, ով երբևէ չէր համաձայնի այսպիսի առաջարկի, տեսնելով Հենրիի խեղճացած ու կորցրած տեսքը, համաձայնում է, որովհետև այստեղ արդեն սեր չէ, այստեղ մարդ կա, որ պարզապես փրկվելու կարիք ունի։ Նրանք քաղաքից դուրս են գնում, Հենրին շատ բան չի ասում, չի պատմում, բայց Անգելինայի ներկայությունը գուցե միակ բանն է, որ դեռ մի փոքր հավասարակշռություն է պահում նրա ներսում։ Միայն Անգելինան կարողացավ հասնել նրա սրտին, որովհետև նա միակն է, ով հավատում է Հենրիին, չիմանալով ճշմարտությունը։ Եվ հենց այդ խաղաղության մեջ Անգելինան էլ դառնում է Հենրիի ձայնային խիղճը։ Ասում է, որ պետք է գնա Աննայի մոտ, պետք է ներողություն խնդրի, որովհետև ինչ էլ լինի, ինչ իրականություն էլ բացահայտվի, Աննան մնում է նրա մայրիկը։ Այդ խոսքերից հետո Հենրին գնում է Աննայի տուն, դեռ անորոշ, դեռ կասկածներով, բայց գնում է։ Ու հենց այս փոքր քայլով Անգելինան փրկում է թե որդուն, թե մորը։ Բայց արդյոք իրեն կներեն, երբ իմանան ճշմարտությունը, որ նա այսքան ժամանակ եղել է այդ միջավայրի կենտրոնում առանց գիտակցելու իր կարևորությունը։ Արդյոք Անգելինան կամ Աննան կներեն Հենրիին։ Բայց սա դեռ ամենը չէ։ Իսկ իրական դժոխքը շարունակվում է Աննայի շուրջը։ Այս կինը, ով երբեք ոչ մի վատ բան չի արել որևէ մեկին, ապրում է բոլորի մեղադրանքների ծանրությամբ։ Միքայելը, ով ապականեց բոլորի կյանքերը, այսօր պաշտելի հայր է Հենրիի աչքերում։ Իսկ Աննան, ով սիրել է, պահել է, փրկել է ուրիշի երեխային, դարձել է բոլորի թշնամին, հատկապես հենց այդ երեխայի։ Հենրին մի ժամանակ այնքան կապված, այսօր կանգնած էր նրա դեմ, աչքերում զզվանք, իսկ լեզվի վրա կեղտոտ բառեր։ Ոչ թե մամա, այլ ուղղակի Աննա։ Եվ այսքանից հետո, երբ բացահայտվի ճշմարտությունը, արդյոք Հենրին կամ Միքայելը պետք է որոշեն, արժանի է Աննան ներողության, թե ոչ։ Ոչ, այս անգամ դատավորը լինելու է հենց Աննան։ Նա է ընտրելու ու որոշելու, ներել ձեզ, թե ոչ, արդյոք դուք արժանի եք ներման։ Իսկ Միքայելը հասկանում է, որ այլևս խոսանավել չի կարելի։ Ճշմարտությունը պիտի բացահայտվի։ Բայց նա, ով ամբողջ կյանքը կերտել է սուտն ու կեղծիքը, հիմա չգիտի ինչպես բացել ճշմարտության դուռը։ Նա դիմում է հորը, խնդրելով ասել ամեն բան Աննային, սակայն հայրը հրաժարվում է, իր ուսերից մի կողմ դնելով այդ մեծ պատասխանատվությունն ու ծանր բեռը։ Ամբողջ կյանքում վախեցած տղամարդիկ էին, որոնք լռությամբ քանդեցին տների հիմքերը, բայց մի բան հստակ է. Միքայելը, սիրելով Աննային, կատարել է ամենադաժան քայլերը։ Ու հիմա ինքն էլ է խոստովանում որդուն. ես սիրում եմ նրան, բայց նաև ատում եմ։ Եթե սեր կար եւ ես ընդունակ էի այսքան չարիքի, պատկերացրու ինչերի եմ ընդունակ հիմա, երբ նաև ատում եմ նրան։ Հենց այդ խոսքերից էլ սկսվում է այս պատմության ամենավտանգավոր փուլը, վերջին ճակատամարտը, վերջինն ու որոշիչը։ Այն ճակատամարտը, որտեղ հնարավոր է հաղթող չլինի, որովհետև այս պատերազմում ամեն մարդ ինչ-որ բան է կորցրել, մեկը երեխա, մյուսը սեր, երրորդը հույս, չորրորդը հավատ։ Հարգելի հետևորդներ, արդյոք ճիշտ եք համարում Հենրիի վերաբերմունքը Աննայի հանդեպ։ Արդյոք այս ամենը ներելու բան է։ Գրեք մեկնաբանություն։
Thank you.